Չնայած նրան, որ այս օրերին հակառակորդը մի փոքր պասիվացել է, բայց առաջնագծից բոլորն են ասում. թուրքը մնում է թուրք, պետք է զգոն մնալ։ Բարև ձեզ, հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է, եւ ձեզ հետ է Նորեր Հարությունյանը։ Եվ իսկապես պետք չէ խաբնվել հակառակորդի պասիվությանը։ Նրանում, որ մենք գործ ունենք վերին աստիճանի ստոր եւ նենք հակառակորդի հետ, բազմիցս ենք համոզվել։ Հարաբերական խաղաղությունը մեր մարտիկներին հնարավորություն է տալիս ել ավելի լավ ամրապնդվել մեր մարտական հենակետերում եւ զգոն ու աչալուրջ իրականացնել մարտական հերթապահությունը։ Այսօր Մարտիկ հաղորդաշարը հերթական անգամ ուղևորվել է սահմանային զորամաս։ Բացառության կարգով մեր այսօրվա հաղորդման հյուրին ներկայացնենք հենց սկզբից։ Այսօր մեզ է հյուրընկալվել բոլորիս կողմից ճանաչված Կարեն Ղազարյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Ղազարյան, շատ հաճելի է հյուրընկալել ձեզ մեր հաղորդաշարի շրջանակներում եւ պետք է ասեմ, որ այս խառը պատերազմական օրերին դուք մեր առաջին հյուրն եք եւ հետաքրքիր է թե ինչ կարծիք ունեք դուք այս իրավիճակի մասին։ Կարծիքը մեկն է, մենք պետք է արդեն հասկանանք, որ իրավիճակը իհարկե սուր է, բայց ինքը աննախադեպ չի, չէ որ 20 տարուց ավել է մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք, պարզապես մենք այդքան լիարժեք դա չենք զգացել եւ չենք գնահատել իրավիճակը այնպիսին ինչպիսին կա, այսօրվա ապրիլյան դեպքերը այս օրերը ցույց են տալի, որ այդ պատերազմը երբեք չի կանգնել, նա միշտ էլ եղել է, պարզապես մի պահ ավելի սրվեց, հիմա ոնց որ մի քիչ ավելի հանգիստ է, բայց ես կարծում եմ, որ այդ հանգստությունը հարաբերական է ցանկացած պահի կարող է նորից սրվի, այսինքն մենք պետք է պարզ գիտակցենք, որ մենք պատերազմող իրավիճակի մեջ ենք, պատերազմող երկիր ենք եւ այսուհետ պետք է այդպես ապրել։ Եթե մենք կարողանանք գիտակցենք, որ մենք պատերազմող երկիր ենք եւ մեր ամեն օրը մենք մեր ինչը չի խանգարում իհարկե պատերազմել եւ դրա հետ միասին ապրել լիարժեք կյանքով, ամուսնանալ, երեխաներ ունենալ, ռեստորաններ գնալ, կինոներ նկարել, այդ ամեն ինչը տեղ ունի, բայց դրա հետ միասին առաջնահերթը պետքա լինի պաշտպանությունը, պետքա լինի, որ մեր ամենօրյա քայլերը, ամենօրյա աշխատանքը պետքա ուղղված լինի առաջի հերթին մեր երկրի պաշտպանությանը։ Եթե մենք այդ գիտակցենք եւ այդպես ապրենք, ինձ թվում է մեր մոտ ամեն ինչ լավ կլինի։ Կարեն Ղազարյանը ծնվել է 1970 թվականի ապրիլի 25-ին Երևանում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1988-93 թվականներին սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում որպես ինժեներ-մեխանիկ։ 1991-94 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ԵՌՄԻ թիմի անդամ եւ ուրախների եւ հնարամիտների ակումբի բարձրագույն լիգայի երկակի չեմպիոն։ 90-ականներին բոլորն էին սպասում Կարեն Ղազարյանի եւ իր ընկերների ելույթներին։ Նրանց ցանկացած ելույթ հսկայական արձագանք էր գտնում ծանր վիճակում գտնվող նոր անկախ հանրապետությունում։ Կարեն Ղազարյանի նախաձեռնությամբ են ստեղծվել Նոր հայեր, Արմյանսկի պրոյեկտ թիմերը։ Պարոն Ղազարյանը եղել է մի շարք միջազգային գովազդային փառատոների ժյուրիի անդամ։ 2007 թվականից հանդիսանում է գովազդային եւ մարքեթինգային ծառայություններ առաջարկող Prime Commercial գործակալության հիմնադիրը եւ գործադիր տնօրենը։ 2008 թվականից ռուս-հայկական պետական սլավոնական համալսարանի դասախոս է։ Գովազդի ֆակուլտետում դասավանդում է կրեատիվ եւ գովազդի միջոցներ առարկաները։ 2010 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով։ 1993 թվականից հանդիսանում է Հայաստանի ուրախների եւ հնարամիտների ակումբի ասոցիացիայի նախագահը։ Այսօր մենք պատիվ ունենք լինել դիրքապահ զորամասում, այստեղ տղաները պահում են մեր երկրի սահմանները եւ եթե դեմ չեք հիմա գնանք շփվենք զինվորների հետ, ովքեր հիմա համեմատական հանգիստ են ստացել։ Մեծ հաճույքով, չէ որ հենց այդ տղաներն են, որոնք ամենակարևոր գործն են այսօր կատարում մեր երկրում։ Կարծում եմ բոլորն էլ կհամաձայնեն այս մտքի հետ։ Իսկապես տվյալ պահին ամենամեծ գործը հենց զինծառայողներն են անում։ Դե ինչ, ժամանակ չկորցնենք եւ գնանք հանդիպելու մեր օրյա հերոսների։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Զինվորներին ողջունելիս պարոն Ղազարյանը կարծես թե հանդիպեց իրեն ծանոթ մի երիտասարդի։ Հետաքրքրվենք, թե ով է այդ զինվորը։ Լավ, դու։ Շատ լավ։ Ծանոթություն, ինչ կապ կա։ Վաչեն կյանքը մեզ մի պահ իրար միացրել է, ճանապարհները խաչել է, այսպես ասած։ Մի սերիալ կար հեռուստա
սերիալ էր Հատուկ բաժին, որի պրոդյուսերը ես էի եւ բախտավիճակվել Վաչեին նկարանել այդ սերիալում, շատ հետաքրքիր երիտասարդ տղայի դեր էր, որը հայտնում է Հատուկ բաժնում։ Ահա թե ինչ, կարծում եմ Վաչեին շատերը հիշեցիք։ Եթե հիշում եք, բանակային առօրյայի մասին պատմող Ես եմ ֆիլմում Վաչեն մարմնավորել էր մի շատ հետաքրքիր կերպարի՝ Ճուտոյին։ Ես եմ։ Լավ, վերադառնանք Զորամաս, որտեղ պարոն Ղազարյանը անմիջական զրույցի էր բռնվել զինծառայողների հետ։ Հպարտ եմ, որ ձեր նման երիտասարդներ կան մեր երկրում ու խոնարհվում եմ ձեր առջև, որովհետև այն ինչ որ դուք եք անում, այն ինչ որ ձեր ընկերներն են անում այսօր դիրքերում, իսկապես մեծ հարգանքի արժանի մարդիկ եք եւ ուզում եմ անամ դուք ո՞նց եք, ո՞նց է ձեր օրը անցնում, ինչ եք անում, գոհ եք, գոհ չեք, ինչով կարանք մենք ընդեղից ստեղ օգտակար լինենք։ Շատ լավ ենք ապրում, այստեղ ամեն ինչը լավն է, հով է շատ։ Ի տարբերություն մեր հեշիածնից, այստեղ շատ հով է։ Դուք կարող եք մեզ օգնել զուտ ձեր աղոթներով եւ այսպես բարձաբանումներով ամեն մայրերը, որ տենան իրանց երեխային ուրախանան այսպես հաղորդումների։ Շատ շնորհակալ ենք, որ եկաք, մեզ հետ խոսացիք, մենք ձեզ հետ ծանոթացանք։ Շնորհակալության բան չկա իհարկե, մի կողմից շատ ուրախացնում է, որ ինչ ասում ես շատ լավ է, շատ հով է, շատ տպավորություն է, ոնց որ ուրիշ տեղ եմ, բայց եթե իրականում այդքան լավ է, ամեն դեպքում հաստատ էս մեր թշնամիները տարբեր մեր հեռուստածրագրեր բան նայում են, հաստատ էս ասածից հետո մի 5-6 հոգի ինֆարկտ ստացել է, հանդեր որ սա լավ է, բայց այդ մի կողմ դրած։ Իրականում օրինակ կերակրելու հետ կապված նորմալ է, թե սոված եք մնում, թե կարող է ինչ-որ մի բանի կարիք կա, չեմ անում էլի, ասենք, որտեվ այնքան տարբեր բաներ են խոսում քաղաքում, ասենք դուրս էլի ծառայությունից, մեկ-մեկ հավատը չի էլ գալի, մեկ-մեկ էլ մտածում ես, ասում ես կարող է իրականում մտածա, դրա համար քանի որ եկել եմ, հասել եմ ու իրար հետ խոսում ենք, բացահայտ խոսանք, ինչ որ խնդիրներ բան կա։ Մնացած օրամասում չգիտենք ոնց է սնունդը, բայց այդտեղ ամեն ինչ նորմալ է, քաղցրը կա, որ շատ քիչ է ինչ-որ բանի պակաս զգացում, գոհ եմ, կարելի ասած գոհ ենք։ Իսկ ուվալնիչիններ բան, օտպուսկներ բան լինում է։ Ուվալեններ լինում է, կիրակի օրը դուրս ենք գալի, մեր հարազատներից են գալի իրանց այդ տեսակցություն։ Սիրած աղջիկ ունեք։ Ես ոնց որ սաղը լրջացա կնայց աղջիկից։ Դե ոչ բոլորը, մի քիչ դժվար բան է դա։ Սիրած աղջիկ պայել բանակում դա մի քիչ դժվար բան է։ Սիրած աղջիկ պայելը ցանկացած ժամանակ դժվար բան է։ Բայց ամեն դեպքում շատ կարևոր բան է, երբ որ գիտես կա մարդում սիրում ես ու ով քեզ սպասում է, այդ կարևոր է եւ ձեր համար եւ այն մարդկանց համար, ովքեր այնտեղ սպասում են, դրա համար այնով որ ունի ցանկանում եմ, որ այդ կապերը միշտ լինեն ամուր, որ ձեզ սպասեն, դուք վերադառնաք եւ ձեր նման լավ երեխաներ պարգևեք մեր հայ ազգին։ Պարոն Ղազարյան, տղաները պատմում են իրենց ծառայությունից, բայց մի հայտնի ճշմարտություն կա, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել։ Համաձայն եք։ Իհարկե։ Եվ ըստ մեր հաղորդման ձևաչափի զինվորներից մեկը իր հյուրին, տվյալ դեպքում ձեզ, ներկայացնում է իրենց ծառայողական առօրյան եւ շինությունները, ճաշարանը եւ այլն։ Եվ քանի որ տղաները շատ են, հնարավորություն չունենք բոլորի հետ շրջելու, ասեք ում հետ կարելի է գնալ։ Ես կարծում եմ տղաները այնպեսին են, որ դեմքերին նայելով իրանց ցանկացածի հետ կարող եմ գնամ, որովհետև ամեն մեկի հետ կարելի է ռազմետկա գնալ, բայց քանի որ հիմա ռազմետկա չենք գնալու ենք պարզապես ծանոթանանք առօրյայի հետ, փորձենք Վաչեի հետ, քանի որ իրար ճանաչում ենք էլ ավելի հետաքրքիր կլինի մի քիչ շփվել տենալ Վաչեն ծառայողական իրավիճակում ինչպիսին է։ Ինչպես կուզեք, պարոն Ղազարյան։ Այսօր մեզ հետ իր օրը կսկսի հենց Վաչեն։ Վստահ եմ, մեզ բոլորիս հետաքրքիր օր է սպասվում։ Վաչե երբևէ կպատկերացներ, որ մի օր քո Զորամաս կայցելի Կարեն Ղազարյանը։ Չի պատկերացնի, դրա համար հենց տեսա, հանկարծակի եկա, անակնկալի եկա եւ ասեմ, որ հիմա ուրախությանս չափ ու սահման չկա, որ ինձ համար հարազատ մեկին եմ տեսնում այստեղ եւ դրա համար շատ շնորհակալ եմ։ Վաչեի զինվորի կերպարը ձեզ դուր եկավ։ Շատ խրոխտ կերպար է։ Չէ, տղամարդավարի է, էլի, ասես լավ է։ Վաչ, իսկ ինչքան վաղ արդեն ծառայում ես։ Մոտավորապես 4 ամիս։ 15 օր հետո 4 ամիսս կլրանը։ Հիմա մի փոքր զբոսնենք Զորամասի տարածքում եւ շփվենք Վաչեի հետ։ Որոշեցինք առաջինը գնալ Վաչեի ստորաբաժանման շենք եւ տեսնել զինվորների զորանոցը։
քիչ կամած քնած մարդ կա ոնց որ Պարեկնա, որ ամբողջ գիշեր կանգնում է դրսում, հսկում է այստեղի մուտքը եւ մեքենաների մուտքը։ Իրան թույլատրում է 2 ժամ քնել օրվա ընթացքում։ 2 ժամ մեկն է կանգնում, 2 ժամ մեկը, 2 ժամ մյուսը հանգստանում։ Դրա համար ինքը իրավունք ունի ցերեկները քնել։ Ասած ոչ մի վերակարգ իրավունք չի քնել։ Սովետական բանակում ցերեկը քնելու հնարավորություն ունեն։ կար, ես էլ ունեի, մի պահ ա եղել, երբ որ ես բանակում գիշերները ծառայում էի եւ հերթապահում էի եւ գիշերային հերթապահությունից հետո նաեւ ինձ թույլ էին տալի ես 2-3 ժամ քնեմ, վերականգնեմ, որ կարողանամ ծառայեմ։ Այնպես պահ եղել է։ Զորանոցում ամեն ինչ Կարեն Ղազարյանին ծանոթ էր թվում, եւ դա բնական է, քանի որ սովետական բանակում ծառայած բոլոր տղամարդկանց հիշողության մեջ էլ սովետական այսպես կոչված կազարմաները մեծ հետք են թողնում։ Այդտեղ բանն է, օրենքներն է, թե որը ոնց պիտի դասավորվի, որը որտեղ պիտի դրվի։ Հա, այսինքն դասավորվածությունն էլ ինքը իր կանոններ ունի։ Անպայման։ Նոր որ անցնում է եւ քո պահարանում եւ մնացած պահարաններում sense որ նայում եմ, բազմաթիվ գրքեր եմ տեսնում, ինչը շատ հաճելի է, որովհետեւ թվում է թե մենք հայերով եւ այսօրվա երիտասարդությունը այնքան էլ կարդացող երիտասարդություն չի։ Չեվ ծառայության գալիս ես էլ այդպես մտածում, բայց եկա մտա ննջարան, հասկացա, որ երբ որ ննջարանով անցնում եմ, ինչ որ բոլորի դեմքը փակ է գրքերով, ու ես ասեմ, որ հիմնականում ծառայակից ընկերներիցս որ հարցնում եմ, իրանք իրենց կյանքի այն գրքերը, որոնք հիշում են, կարդացել են ծառայության ընթացքում։ Ասում եմ, բանակը օգուտ է տալի ոչ միայն ծառայողական առումով, այլ նաեւ ինքնակրթության, գրքեր կարդալու, ինտելեկտի առումով շատ լավ է։ Ես օրինակ ծառայության ընթացքում փորձել եմ բանաստեղծություններ գրել, ինչ որ բաներ ստացվել է, ինչ որ բաներ ոչ, մեր մոտ մի բան կար, ընդհանուր։ Կարդում էինք բանաստեղծություններ, Շիրազ էինք կարդում, Պարուշ Սևակ, Եվան, դե հայերով էինք հավաքում։ Այդ վաղտ ավելի երբ որ կողքը լիքը ռուսներ, ուզբեկներ, չեմ անում, չեչեններ, վրացիներ, ավելի ուզում ես քոնը, այն հայկականն է, քո էթնիկը առանձնացնես, պահես ու ասած սրբության պես պահում ես։ Երևի այդ էր պատճառը, որ հենց հայկական պոեզիա էինք կարդում։ Բայց ֆիլմերում վստահ եմ շատ ես տեսել բանակային տեսարաններ եւ անձամբ խաղացել ես մի ֆիլմ, որը հենց բանակի հետ էր առնչվում։ Այդ աշխարհը եւ իրական ծառայությունը իրարից շատ են տարբերվում։ Իրարից տարբերվում են նրանով, որ այնտեղ կա սյուժե, այնտեղ իսկ այդտեղ չգիտեմ, երևի պետքա զորացրվածներից հարցնեն սյուժեեր, իրանց կյանքը թե ոչ։ Սա իմպրովիզի վրա է, չէ՞ երևի այնտեղ կոնկրետ սցենարով, հա։ Կարծում անգիր ես անում, հա։ Պատահականությունները ամեն օրվա։ Գիտեք, ամենակարևորն է նա, որ եւ ֆիլմում եւ այստեղ հրամանատար եւ զինվոր փոխհարաբերությունները լավ են։ Այսինքն չկա այնպիսի բան, որ դու նեղվես, դրանից վատ զգաս, հետո գիշերը չքնես, հետո առավոտը օգնազարդնես, հետո նորից նույն հրամանատարը։ Հիմա ըստ օրակարգի ճաշի ժամն է։ Ճաշարանում մեզ են սպասում տաք եւ համեղ բանակային ճաշերը։ Վաղուց չեք ճաշել, կարծում եմ բանակային։ Բանակային չեմ ճաշել վաղուց հաստատ։ Միանանք շարքին։ Միանանք։ Դե ուրեմն շարքով կարգով մտնենք ճաշարան։ Վաղուց երևի թե շարք կանգնած չկայի։ Հա, շարքել կանգնած չկայի, երկածել չկայի, քայլածել չկայի, այնպես որ շատ հետաքրքիր եւ շատ տպավորիչ է այս ամենը։ Հիշում եք սովետական բանակում ինչ էիք ուտում։ Շատ լավ եմ հիշում։ Մի հատ հարց տամ էլի, դուք միշտ սենց եք ճաշում։ Հա, Նոր առավոտյան 8-ին, 2-ին եւ 7-ին։ այս որակի է միշտ ուտելիքը։ Հա։ Ես այսօրվա պես հիշում եմ, որ մենք սովետական բանակում երբ որ գնում ենք ճաշան, մենք հաշ չենք ուտում։ Այն ինչ որ տալիս էին ուտելու բան չէր հաստատ, չէր կարելի ուտել այդ։ Մենք հետո դուրս էինք գալի, ասենք դրսերից ինչ որ բաներ էինք առնում, կամ սովետական բանակում մեծ պահեսներ կար, կարտոշկա բան, տանց բաներ, սողման գնում էինք այդ պահեսներից այդ վերցնում էինք, յուղել նորմալ չկար։
կոմբի ժիր էին ասում, այնց վատ յուղ էր էլի, որով բերում էինք ինչ որ տեղեր ունեինք, ժարիտ էինք անում այդ կարտոշկան սոխով բան, այդ էինք ուտում, որտեղ իրականում ուտելը անհնար էր։ Ես sense նայում եմ, չեմ փորձել, բայց շատ ախորժալի են ամեն ինչ որ տեսնում եմ, հիմա կփորձենք էլ։ Մի քիչ Առաջին անգամը չէ, որ սովետական բանակում ծառայած մարդիկ, համեմատելով իրենց ծառայության տարիներին բանակային ճաշը, մեր զինված ուժերի բանակային ճաշի հետ, ասում են, որ ներկայումս զինվորները սնվում են մի քանի անգամ ավելի լավ, քան ժամանակին սնվել են իրենք։ շատ համեղ է, կարևորը շատ սննդարար է։ Նորմալ սնվում եք, իսկ որ գնում եք դիրքեր ասենք, կերակուրը բերում հասնում են դիրքեր, թե այնտեղ ոնց եք սնվում, ինչ է այնտեղ լինում։ Մինչև դիրքեր բարձրանալը, այստեղից սնունդը ստանում ենք, համարյա նույն բաներն են, անձնակազմից մեկը ընտրվում է խոհարար։ Այնտեղ պատրաստում են, էլի համեղ, էլի համարյա թե նույն ձևի։ Կարողանանք գնանք դիրքեր մի հատ այնտեղ էլ տեսնենք ոնց է ինչա։ Իհարկե։ Մի կուշտ փորով հաց ուտելուց հետո Զորամասի հրամանատարությունից թույլտվություն ստացանք դիրքեր բարձրանալու համար եւ ճանապարհ ընկանք։ Վաչե ջան, մեկ էլ մի հատ բան հարցնեմ։ Երբ մտնում էինք ձեր մոտ շենք, հա, կազարմա բարձրանալուց բան եւ դուրս գալուց էլ իմ համար ամենայն դեպս շատ կարեւոր բան տեսա, հենց մուտքի առջև սպարապետ Վազգեն Սարգսյանի նկարն էր։ Այդ դուք որպես ծառայողներ, դու անձամբ որ մտնում ես ու տեսնում ես սպարապետի նկարը, ինչ զգացմունքներ ես ապրում։ Կա արդյոք ինչ-որ պատասխանատվության զգացմունք, չեմ ամ, ինչ ես ապրում սպարապետին տենալով ու կրելով զինվորական համազգեստ։ Մենք զինվորներս դրան նայում ենք որպես այդ երևույթին, նայում ենք որպես իդեալ։ Վազգեն Սարգսյան սպարապետին նայում ենք որպես իդեալ ու ցանկանում նմանվել նրան, հասկանում ենք, որ շատ դժվար ճանապարհով պիտի անցնենք, որ նմանվենք Վազգեն Սարգսյանին, բայց ծառայել նման մարդու ստեղծած համակարգում դա մեզ համար արդեն իսկ պատիվ է։ Դիրքերում տրամադրությունը, ինչպես եւ սպասվում էր, մարտական էր։ Տղաների տրամադրությունը բարձր էր։ Նրանք ժպիտը դեմքներին իրականացնում էին մարտական հերթապահությունը, մեկը մյուսին կարացածի չափ օգնելով, մեկը մյուսի դժվարությունները կիսելով։ Տղաների հետ փոքրիկ զրույցից հետո Վաչեն մեզ ուղեկցեց մարտական հենակետի գետնատնակ, որտեղ մեր հաղորդման հյուրը անձամբ տեսավ, թե ինչ պայմաններում են իրենց ծառայությունն անցկացնում տղաները հենակետում։ Զբաղմունք, գրքեր, շաշկի, շախմատ, խոսքով բարակ չեն լինում։ Սալորան Կառլոսոնը կա օրինակ, պրոֆեսորին դերժվող։ Սկզբում գնացինք հենակետի ճաշարան։ Կարեն Ղազարյանի զարմանքը մեծ էր, երբ նա բացելով սառնարանը այսքան բազմատեսակ մթերքներ տեսավ դրա մեջ։ Սպասում եք դիրքերում այսպիսի սնունդ տեսնել։ Ճիշտն ասած չի սպասում։ Հացը որ տեսնում ամեն օր է հասնում, թե ամեն օր հացը ջուրը ամեն օր գալիս դիրքեր, մնացածը սննդների, նայած իրենց պահպանման ժամկետի եւ եղանակային պայմանների լինում է 2 օրում 1, 3 օրում 1։ Ես մի հատ բան նկատեցի։ Բոլոր պահածոների վրա գրած է զինվորի բաժին վաճառքի ենթակա չէ, սա բանակ ինչ որ մտնում է, հա, բոլորը այս պիտակները հատուկ արված, որ որևիցե տեղ չկա, հնարավոր չի նիսա վաճառել եւ եթե հանգած ինչ որ մեկն է վաճառի, հանգիստ կարելի է պատասխանատվության ենթարկել։ Իդեպ մենք անակնկալի եկանք, երբ դիրքերում հանդիպեցինք այս երեխաներին։ Պարզվեց, որ նրանք հրամանատարի տղաներն են։ Իսկ հիմա դիտակետ բարձրանալու ժամանակն է, բայց նախ եւ առաջ պետք է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։ Առանց զրահաբաճկոնի եւ սաղավարտի դիտակետ բարձրանալը խստիվ արգելվում է։ Իդեպ, այս մասին զրուցեցինք նաեւ Զորամասի հրամանատարի հետ։ Այս անվտանգության համար բրոնեժիլետը հականք կասկան բան, հա։ Ուզում եմ իմանամ, ինչքանով է ինքը էֆեկտիվ։ Հիմնականում ինքը շատ լավ պաշտպանում է։ Նաև ասում էին, որ այս ապրիլյան դեպքերի ժամանակ էլ զոհերի քանակը քիչ է եղել, որտեղ բոլորը այս բրոնեժիլետ ոնց է հայերեն զրահաբաճկոնով են եղել մեծ մասը եւ դրա համար զրահաբաճկոնը պաշտպանել է մեր զինվորներին շատ, ուզում էի ճիշտ է իրականում դա այտենց է, թե էլի ժողովրդական խոսակցություններ ասած որ Հասկաց ինքը շատ լավ արդյունք ունի։ Շատ լավ արդյունք ունի, նորից եմ կրկնում, եթե հրազենային վնասվածքներ ենք ունեցել, հաստատ կրծքավանդակում ինքը օգտն է, ոչ մի դեպքում չի թողել անցնի առաջ։ Հագնելով զրահաբաճկոններն ու սաղավարտները բարձրացանք դիտակետ։
Դիտակետում մեզ դիմավորեցին այդ պահին հերթապահություն իրականացնող երկու զինծառայողներ։ Հասնելով դիտակետ, բոլորն էլ մեծ ցանկություն են ունենում նայել հակառակորդի կողմը։ Կարեն Ղազարյանը եւս ցանկացավ դիտանցքից նայել հակառակորդի ուղղությամբ։ Ստանալով զինծառայողների թույլտվությունը, նա կարողացավ մի քանի վայրկյան դիտարկել հակառակորդի տարածքը։ Վերադառնալով հենակետ, Կարեն Ղազարյանը փոքրիկ զրույց ունեցավ նաև այդ պահին իրենց հանգստի ժամն անցկացնող զինծառայողների հետ։ Տեսքիցը տևում է ոնց որ սպորտով զբաղվող տղա է։ Հա, բռնցքամարտիկ եմ եղել։ Մոտ 7 տարի ապրել եմ բռնցքամարտով, Հայաստանի չեմպիոն եմ եղել, Եվրոպա աշխարհ մասնակցել եմ առաջնություններին ու ելի բազմաթիվ մրցումների եմ հաղթող եմ եղել։ Բանակից հետո շարունակելու է սպորտը։ Նպատակ ունեմ բանակից հետո շարունակեմ աշխարհի չեմպիոն դառնալ։ Այդ նկարեք ինձ էլի աշխարհի չեմպիոնի հետ ապագա։ Կարծես թե հենակետում ամեն ինչ տեսել էինք, բացի մի բանից։ Յուրաքանչյուր հենակետ ունի իր մատուռը, որոնք կառուցվում են անձամբ զինծառայողների ձեռքերով։ Այս հենակետը բացառություն չէր, եւ մենք մեր հյուրի եւ հաղորդման հերոսի հետ եղանք հենակետի մատուռում։ Ժամանակն է վերադառնալ Զորամաս։ Զորամաս տանող ճանապարհին Նորայրն ու Վաչեն զրուցեցին Կարեն Ղազարյանի հետ իր անցած ուղու եւ մասնագիտական առանձնահատկությունների մասին։ Այ մեր բակից խոսեցինք, ես հիշում եմ իմ մանկության ֆիլմներ, ես շատ էի սիրում մեր բակ, երբ որ ես ծնվեցի, 3 տարի հետո նկարահանվեց մեր բակը, հետո ես սկսեցի հասկանալ, արդեն 98 թվականներն էր դեռ։ Ուզում եմ հասկանամ լավ ինչն էր գրավական, որ մինչև այսօր այդ ֆիլմը նայում ենք ու չենք հոգնում ու չենք ասում դե լավ, արդեն երեմի մոտավորապես 45 անգամ նայել ենք, 46-րդը չնայենք։ Ըստ ձեզ ինչն էր էլի այդ գրավականը։ Մինչև վերջ չեմ կարող ասել ինչն էր, որովհետև ես կարծում եմ, որ մեր բակը դա ֆենոմեն է։ Դրա համար չեմ կարող հստակ ասել սա է պատճառը կամ սա։ Պարզապես կարող եմ ասել մի բան, որ մեր բակը ի սկզբանե արվել է այնպես, որ արդեն մի անգամ ասացի, որ այդ կտրվածքի մեջ մենք տեսնում ենք ամեն տեսակի մարդիկ, այն մարդիկ, ովքեր մեր շուրջը ապրում են, եւ յուրաքանչյուր մարդում մենք հանդիպում ենք, մեր բակում մենք այդ մարդուն կարանք գտնենք։ Ինչպես նաեւ յուրաքանչյուր մարդ մեր բակում կարա գտնի ինքը իրեն։ Եվ դրա համար, քանի որ ինքը այդքան մեզ հոգեհարազատ է, մենք մեզ ենք այնտեղ գտնում, մեր շուրջը գտնվող մարդկանց ենք գտնում։ Դրա համար ինձ թվում է ինքը այդքան մեզ հոգեհարազատ է, որովհետև դա մենք ենք, մեր կյանքն է, մեր առօրյան է, մեր հումորն է, մի խոսքով դա մեր ֆիլմն է։ Ներկայումս այն աշխատանքը, որը տարվում է կինոաշխարհում, մեր կոնկրետ մեր հանրապետությունում, գոհացնում է ձեզ։ Ես ձեզ ասեմ, գիտեք, մի բանն է ինձ անհանգստացնում, բայց դա էլ բուժման ձևեր ունի եւ ես տեսնում եմ դրա վաղվա օրը։ Ինչն է անհանգստացնում, որ բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվում, մեծ մասը կոմեդիայի ժանրում, ոչ միշտ լինում են որակյալ, թե հումորի առումով, թե էթիկայի առումով, թե իր էսթետիկայի առումով, ոչ միշտ որակյալ, բայց կինոդիտողը շատ ավելի հաճույքով գնում է նայում է կոմեդիաներ, որովհետև իրանք մտածելու տեղիք մեծ մասամբ չեն տալի, թեթև ֆիլմեր են, թեթև ժանրի, ծիծաղալու, ժպիտ առաջացնող, իհարկե դա էլ իր տեղը ունի, բայց օրինակ ֆիլմեր, որոնք ավելի լուրջ են, ավելի դրամաներ, չեմ ֆենտեզիներ օրինակ, որ ընդհանրապես մեր մոտ չեն արվում։ Մեր կինոդիտողը այդ ֆիլմերին այդքան մեծ հաճույքով չի գնում։ Բայց պետքա չկանգնել եւ այդպիսի ֆիլմեր պետքա շարունակել, այդ այն բուժման ձևն է։ Այսօր էլ մենք 2 ֆիլմ ենք նկարում, իդեպ ասեմ, որ մեր բանակի մասին են ֆիլմերը։ Մի ֆիլմը կոչվում է Կռիվ կյանք, դա 90-ական թվերի մասին է, Շուշիի գրավման մասին է, Բայանակի կայացման մասին է, եւ երկրորդ ֆիլմը կոչվում է Կռիվ կյանք 25 տարի անց, որը այսօրերի մասին է, այսօրվա բանակի, ապրիլյան դեպքերի մասին է, բայց այդ երկրորդ ֆիլմը նա առաջինի շարունակությունն է, այսինքն պերսոնաժները որոշակի արդեն 25 տարի անց հայտնվում են այս ֆիլմում, ֆիլմերը նվիրված են անկախության 25-ամյակին եւ մեր բանակի 25-ամյակին եւ կարծում եմ, որ աշնանը պրեմիերաները կսկսեն այդ ֆիլմերի, հույսով եմ, որ մեր կինոդիտողը կգա այդ ֆիլմերը կնայի։ Բոլորին է հայտնի Մարտիկ հաղորդաշարի գլխավոր առաքելություններից մեկը։ Մենք գնալով Զորամասեր անցկացնում ենք մեր օրը լավագույն զինծառայողներից մեկի հետ, իսկ վերջում նա խրախուսվում է արձակուրդով։ Բայց ստեղծված իրավիճակում վերջին պայմանը իրագործել հնարավոր չէ։
Ներկայումս մեր զինված ուժերը ծառայություն են իրականացնում արտակարգ ռեժիմով եւ մենք Վաչեին ստիպված ենք թողնել Զորամասում։ Հաջողություն մաղթենք Վաչեին եւ գնանք մեր մյուս հերոսներին գտնելու։ Նայելով մեր դիրքապատղաներին կարծում եմ հուզմունքն ու հիասմունքը հնարավոր չէ զսպել։ Տեսածը համ հպարտություն է բերում եւ մտահոգություն մեր երեխեքի համար եւ իհարկե մեծ ուժ է տալիս, որովհետեւ ու կյանքին վերաբերվելու ինչ-որ մի նոր ձև երևի, որ պետք է գնալ, ապրել, ամեն օր ապրել նրանով, որ մենք պատասխանատու ենք այս երեխեքի համար, յուրաքանչյուրս, սկսած մեր գլխավոր հրամանատարից, հանրապետության նախագահից եւ վերջացրած յուրաքանչյուրս, ով աշխատում եւ ապրում է այս երկրում, մենք պատասխանատու ենք այս մարդկանց համար։ Մարդկանց բառից բուն իմաստով, որոնք այսօր ապահովում են մեր առօրյան։ Հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն էր եւ ձեզ հետ էր Նորայր Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Կյանքս կտամ հայրենիքիս, ոգիս Աստծուն պատիվս ինձ, զենքս որդուս իսկ սերս մայրերին կտամ, ապարդայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեմ։